Բարի օր, սիրելի ունկնդիրներ։ Հենման կետում այսօր շատ հետաքրքիր եւ շատ խոր խոսակցություն ենք ունենալու։ Այսօր խոսելու ենք իրականում մեզ շատ մոտ, բայց իրականության մեջ մեզնից շատ հեռու մի երկրի մասին։ Մի երկրի մասին ենք խոսելու, որտեղով հոսում է Հորդանանը, որտեղ մկրտվել է Հիսուսը, որտեղ գտնվում է Հիսուսի գերեզմանը, բայց իրականում Հիսուսը գերեզման չունի։ Կարծում եմ արդեն հասկացաք, որ խոսքը գնալու է Իսրայելի մասին։ Եվ Իսրայել մեզ տանելու է շատ սիրելի, շատ թանկագին մի մարդ, Արտյոմ Չեռնամորյանը։ Պարոն Չեռնամորյան, բարի գալուստ Հենման կետ։ Ողջույն, շատ շնորհակալ եմ հրավերքի եւ նման հնարավորության համար։ Սկսենք մեզնից։ Կարծում եմ շատ հայտնի փաստ է, որ հայերը Իսրայելում շատ վաղուց երևի թե վաղնջական ժամանակներից են բնակություն ունեցել։ Եվ այսօր Երուսաղեմի հին թաղամասի քաղաքի կենտրոնի գրեթե 1/3-ը հայկական է։ Ինչպես նաև Սուրբ Հարության տաճարի գրեթե 1/3-ը հայկական է։ Բայց ես ուզում եմ իմանալ, հայերը այս պահին Իսրայելում, ընդհանրապես հայ համայնքը ինչ խնդիրներ ունի, ինչ նպատակներ ունի, ոնց են ապրում այս պահին հայերը Իսրայելում։ Եվ արդյոք հայերը Իսրայելում կարողանում են պահպանել այն կարգավիճակը, որ դեռ սուլթանի ֆարմանով տրված էր նրանց։ Այո, շնորհակալություն։ Իրոք բավականին լայն, այսպես բովանդակություն ունեցող հարցերի շարան էր, անկեղծ ասեմ, բայց փորձեմ շատ կարճ եւ համառոտ պատասխանել։ Նախ խոսելով Իսրայելի հայկական համայնքի մասին, մենք գործ ունենք 10,000 մոտ հայի հետ, այսինքն հայերը այստեղ բաժանվում են 3 մասի։ Մի մասը հայեր են, որոնք Տիգրան Մեծի ժամանակաշրջաններից արդեն հայտնի բնակիչներ են Երուսաղեմում եւ այս տարածաշրջանում։ Երկրորդ հոսքը հայոց ցեղասպանությունից հետո Լիբանանի Դերել-Զորի, ասենք անապատներից Իսրայել եկած, այն ժամանակ Պաղեստին եկած հայերի ընտանիքներն են, եւ երրորդը, ասենք 90-ական թվականներից հետո խառ ընտանիքների շրջանում եւ Հայաստանից եւ նախկին Խորհրդային Հանրապետությունից Իսրայել մշտական բնակչության տեղափոխված հայեր են։ Այո, սովետական միության փլուզումից հետո։ Հիմա համայնքները ըստ էության մոտ 2000-ից ավել հայ ապրում է Երուսաղեմում, մոտ 3000 հայ ապրում է Հայֆայում եւ հյուսիսային շրջաններում, որտեղ ասում են Հայֆա վեկրայոտ, այսինքն Հայֆա եւ բոլոր հյուսիսային այդ շրջանները, եւ կենտրոնում մոտ 3000 հայ է ապրում, դա Տել Ավիվն է, մեծ Տել Ավիվը, այսպես ասած Գուշդանը, եւ ասենք մնացած եւ հարավում հայեր ունենք եւ մնացած այլ շրջաններում, այսինքն խոշոր հիմնական հայկական կենտրոնները Երուսաղեմն է, Թել Ավիվն է եւ Հայֆան է եւ այս վերջերս նաեւ խոշոր հայկական կենտրոն է դարձել բարեբախտաբար նաեւ մեր աշխատանքի շնորհիվ Պետախտիկվան, որտեղ Իսրայելի պատմության մեջ առաջին անգամ տեղադրվել է հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հուշարձան եւ հենց այդ տարածքը առաջ կոչվում էր ուրեմն համայնքների այգի եւ այն վերանվանվեց Շարլ Ազնավուրի անունով 2 տարի առաջ։ Այսինքն ունենք մենք հայկական այգի, ունենք բավականին մեծ իդեպ այգի է եւ ունենք նաեւ մեր հայոց ցեղասպանության անմեղ զոհերի նվիրված հուշարձան, որը բավականին մեծ խոշոր հուշարձան է եւ բավականին թանկարժեք, ընդ որում Պետախտիկվայի մեր քաղաքի քաղաքապետը անձամբ, ասենք, եւ շինարարական աշխատանքներին աջակցել եւ ասենք պատվանդանի տեղադրման եւ այլն ջրահեռացման, այսինքն էլեկտրաէներգիայի անցկացման, այսինքն բավականին հարցերում օգնել մինչեւ այսօր այդ ամբողջը, ասենք, վարձավճարները քաղաքապետարանն է վճարում, այսինքն այդ Լավ, իսկ ինչ խնդիրներ ունեն հայերը։ Այժմ խնդիրների մասին, այո, այժմ խնդիրների մասին։ Խնդիրների ոչ թե մեկն են, երկուսն են, այլ տասնյակ խնդիրներ ունենք մենք այստեղ։ Ամենաառաջինը հայապահպանության խնդիրն է։ Նախ վերցնենք այն փաստը, որ ունենք իրակնոյա դպրոցներ, մեկ դպրոց Յաֆոյում, մեկ դպրոց Հայֆայում եւ ասենք ունենք 2 դպրոց Երուսաղեմում, մեկը ժառանգավորած վարժանն է, որը պատրաստում է հոգևորականն է, ինչպես գիտեք, եւ երկրորդը թարգմանչած վարժարանն է, որը երկսեր առաջին հայկական դպրոցն է Մերձավոր Արևելքում։ Եվ
այս պարագայում, ասենք, մեր պարագայում մենք ունենք, ասենք, նաև առաջին հայկական դպրոցը հայերեն լեզվով մենք բացել ենք Պետախտիկվամ 2004 թվականին արդեն, բայց այս պատերազմի պատճառով մենք ցավոք սրտի այդ ուսումնական գործընթացը դադարեցրեցինք, որովհետև հրթիռների տակ, ասենք, շատ դժվար էր մարդկանց համար երեխաներին բերել դպրոց։ Այժմ համեմատաբար հանգիստ է, բայց արդեն, ասենք, այս տարվա սեպտեմբերից չունենք արդեն այն քանակի աշակերտներ, որոնք որ, ասենք, կարող ենք ընդունել, այսինքն մի քանի սերունդ ընդունեցինք, մեծացրեցինք, մարդկանց տարաճանաչ դարձրեցինք, հիմա նույնիսկ նոր սերունդ պետք է ընդունենք, սպասում ենք, որ մեր, այսպես ասեմ, մեր երեխաներն արդեն բավականին մեծանան, որ կարողանանք նրանց, ասենք, հայերեն լեզվով հասկանալ է։ Սա ամենակարևոր խնդիրներից մեկն է հայապահպանությունը, որտեղ խառը ընտանիքներ են կազմվում, խառը հայ-արաբական, հայ-հրեական ընտանիքներ են կազմում ցավոք սրտի, չնայած մեր Նայիրի միությունը ամեն ինչով աջակցեց, որպեսզի մեծ քանակությամբ հարցներ բերենք Հայաստանից ու ստեղծենք հայկական ընտանիքներ։ Երկրորդ ամենակարևոր խնդիրը մեր հայկական ժառանգության պահպանումն է Մերձավոր Արևելքում ընդհանրապես եւ հատկապես Երուսաղեմում։ Ինչպես գիտեք, այդ կեղտոտ կովերի պարտեզի պատմությունը, որ, ասենք, ամբողջ կատարվածը գցեցին մեկ հոգևորականի վրա, արագ կարգով արտաքսեցին, հարցը փորձեցին փակել, երկու նախագիծ կար, մեկ նախագիծը, ասենք, որ իբր ոչ թե իբր այլ իրոք խարտախությամբ, խաբեությամբ եւ այն տարբեր զարտուղի ճանապարհներով փորձեր էին անցկացնել եւ պատրիարքի ստորագրությունը դրա վրա տրվել էր ցավոք սրտի դրանից հետո ասենք հիմա երկու դատական գործընթաց այս պայն ընթանում մեկը պատրիարքան ընդդեմ ասենք այդ 20 կապիտալ կազմակերպության դեմ Դանի դեմ տխրահրճակ եւ երկրորդը Երուսաղեմի հայկական համայնքը ավելի ճիշտ փրկենք հայկական թաղամասը շարժումը ընդդեմ Երուսաղեմի քաղաքապետարան ընդդեմ բոլորի այսինքն հայկական համայնքի մոտ մի մասի մոտ Երուսաղեմը բնակ եւ հայերի մոտ չկար այն վստահությունը պատրիարքանի նկատմամբ եւ որոշեց համայնքը առանձին դատական հայցով դիմել ընդդեմ պետության ընդդեմ քաղաքապետարանի եւ ընդդեմ այս 20 կապիտալ 20 կարդեն այս կազմակերպության դեմ Հիմա անցյալ տարի ինչ որ մենք համայնքին հաջողվեց դա տեղ ունեցավ տնօրեն ժողով եւ տնօրեն ժողովը միաձայն որոշեց եւ առաջին եւ երկրորդ ծրագրերը մերժել այսինքն որն է միաբանության տնօրեն ժողովը երբ որ Երուսաղեմի միաբանները ովքեր ծառայում են ամբողջ աշխարհում եւ Ամերիկայի արևելյան թեմում եւ Հորդանանում եւ Մերձավոր Արևելքի այլ երկրներում եւ նաեւ Եվրոպական շարք պետություններում բոլոր եկան հավաքվեցին մենք էլ հայկական համայնքով այդպես թեթև ցույց ենք կազմակերպել հենց ժողովի պատերի տակ հայկական ազգային ազատագրական երկեր են երկում դաշնակցական երկեր են երկում տարբեր տեսակի հայկական երկեր են Որևէ հաջողության հույս կա այդ գործընթացներում Ուրեմն տեսեք քանի որ նախկինում համայնքի վրա հարձակում տեղ ունեցավ պատերազմի ժամանակ սև դիմակավոր արաբներ էին բերել հյուսիսից այդ հրեա կազմակերպիչներ հայերի վրա արձակում եղավ հայրի գլուխը տվեցին բացեցին մի քանի հոգու վիրավորներ ունեցան եւ եւ նրանցից ոչ մեկը կոնկրետ այսինքն ոստիկանությունը չգիտես ինչի շատ ուշացավ հասկանում եք որովհետեւ հատկապես օրթոդոքսներ երբ որ անցնում դառնում են Սիոն սրբազան լեռան վրա գտնվող հայկական համայնքին Անդադ ուզում են որ ամեն ինչ անեն որ ձերբազատվեն հայերից ու այդ Սիոն սրբազան լեռը մաքրվի հայերից հասկանում եք դրա համար անցյալ շաբաթ էր չէ անցյալ շաբաթը լույս կիրակի Բայց դա նոր պատմություն չի դա տասնամյակների պատմություն Այո տասնամյակը շարունակ է եւ հանուն արտահայտության պետք է ասեմ որ այս հարձակումները տեղի ունեն ոչ միայն հայերի նկատմամբ այլ մյուս բոլոր հարանվանությունների նկատմամբ ուղղակի մեր բախտը չի բերել այն առումով որ այս օրթոդոքս հրեաները ասում են հայկական թաղամասի միջով գնում են դեպի լացի պատաղոթելու այլ ոչ թե Սիոնը մերն է Որտեղ Սիոնը մերն է, համել մեր թաղամասի միջով են ասում դառնում, այսինքն առաջին հարվածը հայրն է ուտում եւ նաեւ աղմուկը բարձրանում է նրա համար, որ հայերը դրանց լավ պատասխանում են, ասում փառք, լավ էլ պետք է տեղը ինչ որ պետք է անում են եւ դրա համար ասենք աղմուկն ու բողոքը հիմնականում հայկական համայնքի շուրջ է։ Հիմա այս բան չեմ կարող ոչինչ ասել, որտեղ դատական process-ները շարունակում են գործընթացները եւ համայնքը ընդդեմ քաղաքապետարանի եւ այս մեր պատրիարքան ընդդեմ 20 կապիտալի եւ հուսով ենք որ մեր կողմի տարբերություն հունական պատրիարքանի բավականին լավ է նախապատրաստվել պաշտպանական կողմը իրեն պաշտպանելու հետ կապված եւ նաեւ փրկենք հայկական համայնքը այս շարժումը իրոք փառք ու պատիվ մեր տղաներին եւ ովքեր ասենք կարողացան
ամբողջ աշխարհում շատ հայտնի հայ իրավաբանների Ամերիկայի Միացյալ Նահանգներից նույնիսկ ընդգրկել այս ծրագրի մեջ եւ եղան նման լուրջ մարտիկ դատապաշտպաններ Ամերիկայից, Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Հայաստանից դեր կանգնելու հայկական համայնքին, հույս ունենք, որ որոշակիորեն մենք ավելի լուրջ հաջողություններ գոնե կկարողանանք Որքան հիշում եմ, նաև Ֆրանսիայի կառավարությունը միջամտեց, չէ՞։ Այո, հյուպատոսը միջամտեց, Երուսաղեմի հյուպատոսը, որ այս վերջերս եկավ եւ հրաժեշտ տվեց հայկական համայնքին, հյուպատոսը հայտարարությամբ էր այո Ֆրանսիա, գիտեք ինչն է հետաքրքիր, որ Հայաստանի կառավարությունը հայտարարությունով հանդես չի գալիս, երբ որ ասենք հարձակվում են ամրաներով հայերին են ծեծում 5 քաղաքում, ընդ որում Երուսաղեմի ժառանգավորած վարժարանի սաները բոլորը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են։ Այսինքն ուղղակի բերանները ջուրառնել նստել է, սա ընդհանրապես այստեղից քննադատում եմ այդ քաղաքականությունը։ Այսինքն երկրորդ ամենախոշոր հարցը վերցնենք հայապահպանությունն է, մեր Երուսաղեմի միաբանությունը կոչվում է զինվորյալ միաբանություն, թող հայերի համար պարզ լինի, որ այստեղ էլ մեր տղաները սահմանապահներ են, ու այն հայաստանցի երիտասարդ 12-13 տարեկան տղաները պաշտպանում են Հայաստանի սահմանները այստեղ Երուսաղեմում։ Այսինքն, երբ որ մտնում ես, չգիտեմ, դուք եղել եք Երուսաղեմում, թե չէ, երբ որ Սուրբ Ես Երուսաղեմում եղել եմ, այո։ Այո, երբ որ հիշում եք, մտնում եք Սուրբ Հայաստան ինչ որ պատմում եք։ Այո, այսինքն մենք ունենք հստակ գիծ, հստակ սահմանը եւ կապ չունի հունատավան արաբն է, թե հույնն է, թե ով է ախախտում մեր սահմանը, ստանում է արժանի պատասխան։ Այսինքն ինչպես մեր Հայաստանի սահմաններն են պաշտպանում, այնպես էլ այստեղ մենք ենք փորձում պաշտպանել, ուղղակի մեզ պետք է ողջ աշխարհի այժմ ուշադրությունը։ Երրորդ ամենածանր խնդիրն իհարկե պատերազմներն են, Պաղեստինա-իսրայելյան հակամարտությունն է եւ այս Իրանի հակամարտությունն է, նոր մարտահրավերներն են Մերձավոր Արևելքի առջև ուրեմն արդեն կանգնած, գիտեք, Թուրքիան հանձինսիր, ուրեմն այսպես Այդ հարցերին մենք դեռ կանդրադառնանք։ Ես շատ պատրաստվում եմ ձեզ շատ մանրամասն հարցեր տալ։ Եկեք այս պահին ես ստանամ ձեր գնահատականը ուղղակի հայ-իսրայելական հարաբերությունների ներկապուլին։ Շատ վատ են հարաբերությունները ցավոք սրտի։ Մեկ դրական բան կարող եմ ասել անցյալ տարվա ամփոփման հետ կապված, որ անցյալ տարի մեր նամակ ենք ուղարկել Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ եւ բարեբախտաբար Հայաստանի կառավարությունը 10 տարի ընդմիջումից հետո պարոն Սինանյանին ուղարկեց, շատ գնահատում եմ, մեր համայնքը շատ էր ուրախացել, չնայած Երուսաղեմի դաշնակցությունը չընդունեց մեր համայնքի, մեր ղեկավարությանը, հա, դա արդեն հայտնի պատմություն է, չընդունեցին եւ նաեւ մեզ են քննադատում, թե երկրի կենտրոնում ինչու ենք մենք կառավարության նման բարձրաստիճան ներկայացուցիչ ընդունում, պատկերացնում եք, իսկ մենք շատ լավ հանդիպումներ կայացրեցինք, մարդիկ բարձրացրեցին իրենց ուզող հարցեր, այսինքն սա շատ դրական էր այն առումով, որ գոնե համայնքը ուշադրության կենտրոնում հայտնվեց այդ պատերազմից հետո 12 օրյա անցյալ տարվա Իրանա-իսրայելյան հասկանում եք, դա շատ դրական էր, բայց սա համայնքային կետնի վրա, համայնքային աշխատանքների հետ կապված, բայց այնինչ որ վերաբերում է հայ-հրեական հարաբերություններին բացասական է, շատ բացասական վեկտոր ունի ցավոք սրտի, տեսեք Իսրայելը վերջին անգամ վարչապետի մակարդակով ճանաչեց հայոց ցեղասպանությունը, նորից ձեռք մեկնեց Հայաստանի կառավարության, իսկ ինչ պատասխան տվեց Հայաստանի կառավարությունը, որ մեզ Տեսեք, Բենյամին Նետանյահուն իհարկե գործադիր իշխանության մակարդակով հայոց ցեղասպանությունը ճանաչեց, բայց օրինագիծը գնաց Կնեսեթ եւ Կնեսեթի օրակարգ չներառվեց։ Ես իհարկե հասկանում եմ, որ հոկտեմբերի 27-ին Կնեսեթը գնում է հերթական ընտրությունների եւ բացարձակապես չի բացառվում, որ նոր ձևավորված Կնեսեթի օրակարգում այդ հարցը լինի, բայց այնուամենայնիվ եկեք ընդունենք նաեւ այն փաստը, որ Բենյամին Նետանյահուի հայոց ցեղասպանություն ճանաչելը մեղմ ասած Հայաստանի Հանրապետության նկատմամբ հարգանքի, Հայաստանի Հանրապետության հայերի նկատմամբ հարգանքի դրսևորում լինելուց զատ շատ ավելի շատ քայլեր ընդդեմ Թուրքիայի։ Եվ այս փաստը շրջանցել չի կարելի, ես չեմ ասում, որ մենք չպետք է դրան անդրադառնայինք, բայց այնուամենայնիվ ձեր գնահատականով հիմա հոկտեմբերի 27-ից հետո Կնեսեթում այս հարցը կներառվի եւ արդյոք հարցը շարունակականություն կունենա։ Ես ուզում եմ հիշեցնել նաեւ այն փաստը, որ Ադրբեջանը այսպես շատ լայն քարոզչական ինչ-որ արշավ կազմակերպեց ու համարյա թե սկսեցին հայտարարել, որ հարցը Կնեսեթ չմտնելը շնորհիվ Ադրբեջանի է եղել, որը մեղմ ասած քմծիծաղ է առաջացնում եւ բացարձակապես չեմ կարծում, որ իրական գետնի վրա ապրելու տեղ ունի։
Ընդհանրապես դա ադրբեջանական հերթական կեղծիքն է, միլիոններ ծախսեցին այստեղ գնելով հրա լրագրողներին, որպեսզի այդ թեզը Հենց դա էլ ուզում եմ, որ դուք ասեք։ Իսրայելի մեջ այդ թեզը տարածելու հետ կապված Ադրբեջանը իր քաշով իր նավթով այդքան չարժի, որ Իսրայելը ասենք որևէ կերպ Իսրայելը ունի իր շահերը, դուք ճիշտ եք, բայց եկեք հիշեցնեմ, որ ցանկացած պետություն ով ժամանակին կոնկրետ պահի ընդունեց Հայոց ցեղասպանությունը, բոլորն էլ նաև հետապնդում են իրենց սեփական շահերը ու Հայոց ցեղասպանության ճանաչման խնդիրը, ասենք, ոչ միայն այնպես մեռել էին հայերի համար, շատ գիշեր ցերեկ մտածում էին ես ճանաչեն Հայոց ցեղասպանությունը, կար կոնկրետ օր, ժամ եւ կոնկրետ ստրատեգիա այս ցեղասպանությունը կոնկրետ պետության կողմից ճանաչելու հետ կապված։ Մենք որպես հայկական համայնք քննադատում ենք Նատանյահուի կառավարությունը, քննադատում ենք բոլոր այն կեղտոտ խաղերը, որոնք օգտագործվում են որպես մուտք Էրդողանի գլխին հերթական հարվածը հասցնելու համար։ 2019 թվականին մենք հատուկ հայտարարությամբ ենք հանդես եկել պետատիկվայի միությունները կոչ անելով հանգիստ թողնել մեր շիրիմները, մեր զոհված մարդկանց շիրիմները, սրբատացված նահատակների, բայց սա հայկական համայնքի պաշտոնական դիրքորոշումն է։ Այսինքն հայկական համայնքի պաշտոնական դիրքորոշումը շատ դեպքերում կարող է չհամընկնել Հայաստանի Հանրապետության պաշտոնական դիրքորոշման հետ եւ Հայաստանի Հանրապետությունը պետք է իր սեփական շահերով առաջնորդվի։ Բայց իմ կարծիքով այն դեպքում, երբ որ Գիդեոն Սարը առաջին ուրեմն արտգործնախարարներից մեկն էր, որ Հայաստանի շնորհավորեց եւ անկախության տոնի հետ կապված անցյալ տարի եւ նաեւ շնորհավորեց այս ընտրությունների հետ կապված եւ այսինքն Իսրայելի կառավարությունը տեսնելով որ Ամերիկայի Միացյալ Նահանգները լուրջ ներդրումներ, լուրջ, ասենք, քայլեր անում դեպի Հայաստանի Հանրապետությունը, Իսրայել ասելով հասկանում ես Ամերիկա, Ամերիկա ասելով հասկանում ես, այսինքն Իսրայել, հա։ Դրա համար այս պարզ ֆորմուլան բանաձև այս տասնյակ տարիներ փորձում մեստեղից բոլորին հասցնել տեղ, բայց ցավոք սրտի շատերը հասկանում են եւ դիտավորյալ չեն ուզում որևէ քայլ անել այդ ֆորմուլան կյանքի բերելու համար եւ տեսեք այսօր Սոկոլովը, Կոնստանտին Սոկոլովը, չէ, հայրական համայնքի ներկայացուցիչն է։ Հայրը Ամերիկայում հնարավորություն ունեն մտնել տրիպի մեջ, ունեն, մտան, չմտան, օգտվեցին առիթից, չմտան, չօգտվեցին։ Այսինքն փաստորեն հայրական գործարարի Ամերիկա բնակ հայրյա գործարարի միջոցով եկան Հայաստանի շատ խնդիրները լուծելու, ռուսներից պոկելու հետ կապված, հասկանում եք։ Եվ ցավոք սրտի այս մեր կառավարությունը անձամբ իմ կարծիքով պետք է ողջուներ Իսրայելի կառավարության, ասենք, այս որոշումը, անկախ նրանից Քնեսետում, ճիշտ է, Քնեսետում այն չընդունվեց, որովհետև ես ձեզ հիշեցնեմ, Քնեսետը աշխատելու էր մինչև հուլիսի 16-ը, օրինագիծը բերվեց, եթե չեմ սխալ, մամսու 8-ին էր թե 9-ին էր, դրանից հետո ասենք 2 օր հետո օրակարգում հայտնվեց 38 էջ օրենքների ու ենթաօրենսդրական ակտերի ուրեմն քննարկումներ ուներ Քնեսետը։ Այդ քառօրյայում ոնց պետք է։ Ես դա շեշտում եմ, ուղղակի հարցն այն այդ գործընթացը շարունակվելու է։ Ես հասկանում եմ, ես դրան եմ հիմա։ Տեսեք, մենք այսպեսի մի խնդիր էլ ունենք։ Պարոն Չերնամարյան ջան, անկախությունից հետո ամենայն դեպս հայ-իսրայելական հարաբերությունների տասնամյակներով չկայացման միակ բացատրություն կար, որը իհարկե չէր բարձրաձայնվում, եւ այդ չբարձրաձայնվող բացատրության անունը Իրանի Իսլամական Հանրապետության հետ հարաբերություններ էին։ Հիմա արդեն Իրանի Իսլամական Հանրապետության գործոնին ավելացել է եւս մեկ գործոն՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Բոլոր դեպքերում մենք գործ ունենք Թուրքիայի նախագահի հետ մի մարդու, որը ասենք Բենյամին Նետանյահուին անվանում է ֆաշիստ, Երուսաղեմն էլ անվանում է թուրքական քաղաք։ Հիմա ամբողջ խնդիրն այն է, որ մենք պետք է զարգացնենք հայ-իսրայելական հարաբերությունները միանշանակ, բայց մենք պիտի այնպես անենք, որ դա հայ-իրանական, հայ-թուրքական հարաբերությունների հետ ներդաշնակվի։ Էդեպ առիթից օգտվելով ես ասեմ, որ Հանրապետություն կուսակցությունը Հայաստանի քաղաքական դաշտի միակ կուսակցությունն է, որ ամենայն դեպս հունիսի 7-ին անցած ընտրություններում իր ծրագրում ներառել էր հայ-իսրայելական հարաբերությունների զարգացումը եւ պարբերաբար քանի, ինչ ասեմ, տասնամյակներով խոսել է հայ-իսրայելական հարաբերությունների զարգացման անհրաժեշտության մասին։ Այդ հարաբերությունների զարգացումը հիմա հատկապես կարևորվում է, եթե անդրադառնանք տրիպին, որովհետև երբ մենք խոսում ենք, ինչպես դուք ասացիք, հայ-ամերիկյան հարաբերությունների մասին, ներառենք Իսրայելը։
Եվ մեր ծրագրում, երբ մենք հայ-իսրայելական հարաբերությունների զարգացման խնդիր էինք դնում, մենք ներառում էինք եւ ռազմական ոլորտը, եւ գյուղատնտեսությունը, եւ կրթությունը, եւ բժշկությունը, եւ իհարկե Աբրահամյան համաձայնագրերին միանալը։ Այնպես չի, որ մենք անհիմն ասում ենք դե այս Իսրայելը այսպես հզոր երկիր է, պետք է Իսրայելի հետ հարաբերություններ զարգացնել։ Մենք դրա տակ մեխանիզմներ էինք դնում։ Հիմա ես ուզում եմ ես իմ ընդհանրացակ արդեն ոչ թե հարցը ավելի շատ թերևս ելույթը մի նպատակ ունի հասկանալ իրական գետնի վրա հայ-իսրայելական հարաբերությունները զարգացման ինչ նախադրյալներ, ինչ հիմքեր ունեն, որտեղ ես պնդում եմ, որ այդ հարաբերությունները փոխշահավետ են։ Այդ հարաբերությունները կարևոր են թե իսրայելական կողմի համար, թե հատկապես հայկական կողմի համար։ Եվ նախ ես ասեմ, որ մի փոքր ծերդ համաձայն չեմ այն հարցի հետ, որ սա միայն հայ-իրանական խնդիր է կապված։ Ես ուզում եմ ձեզ հիշեցնել, որ Հայաստանի Հանրապետությունը Ռուսաստանի գուվերնիայի քաղաքականություն է վարում, ցանկացած մենք Ռուսաստանի հպատակ ոչ անկախ հանրապետություն ենք, կարող եմ ասել մինչև այսօր։ Որովհետև Բացարձակապես ճիշտ եք եւ Ռուսաստանն էլ ընդհանրապես ձեռնտու չէր Ռուսաստանի ձեռնտու չէր Ամերիկայի Միացյալ Նահանգների ինչպես հայ-թուրքական է, ինչպես հայ-ադրբեջանական։ Իրանք միշտ վախեցրել են հայերին թուրքերով, սակայն հայերին։ Այսինքն, այսպես ասեմ, ճիշտ է, երբ որ ինձ Իսրայելում ասում են, որ դուք Իրանի բարեկամներն եք, ասում ժողովուրդ ջան, եկեք հասկանանք, հա, Իրանը այն միակ պետությունն է, որը մեզ երկրաշարժից հետո 90-ական թվականների պատերազմի ժամանակ սահման բացեց, մենք գոնե այդ լապտերները, լույսերը, նավթը, այդ ցելոֆանները, պլաստիկը, սնունդ ինչ որ կարող ենք ներկրեցինք, որպեսզի մեր երկիրը պահենք։ Որտեղ էր Իսրայելը, չեկաք, մեզ չօգնեցիք, չէ՞, սկսենք այս մասը։ Սրանք ընդունում են հрьяաները եւ որևէ տեսակի ինչ որ խնդիրներ մեր չունեն։ Բայց խնդիրն այն է, Տիկին Ադամյան, հիշեցնեմ ձեզ, որ մենք գոյություն ուներ Քոչարյանի ռեժիմը, որի ժամանակ մենք գնացինք Հայաստանից Սա առաջինը, մենք գտնվում ենք Ռուսաստանի սապոգի տակ, անկախ պետություն չենք, ընդհանրապես, այսինքն խոսել Հայաստանի արտաքին քաղաքականության մասին, սա ուղղակի ծիծաղելի է։ Ինչպես որ ես 2016 թվականին Քարորիայից հետո եկա Սերժ Սարգսյանի կառավարության ժամանակ Սփյուռք Հայաստան համաժողովի ժամանակ ներկայացրեցի հայ-հրեական իրական հարաբերությունները, որ մեր դրամաշրջանառությունը, ես գիտեմ, որ պարոն Սարգսյանը շատ է սիրում դրամական շրջանառության մասին խոսել եւ տնտեսական փոխհամագործակցության մասին 3 միլիոն դոլարը դրամաշրջանառություն ունենք։ Պատկերացնում եք ինչ ծիծաղելի, այսինքն ջեմով, պովիդլոյով, հա, կոնյակով ինչ էին բերում Իսրայել Հայաստանից վաճառում։ Ծիծաղելի, այսինքն մեկ փոքրիկ խանութի տարեկան դրամաշրջանառություն էր Հայաստանի ու Իսրայելի դրամաշրջանառությունը։ Ու ես որ այնտեղ կանգնեցի, իրականում միլիարդների ներուժ կա։ Այո, ու այն ժամանակ ես որ ես կանգնեցի ասացի 2016 թվականին որ 5 միլիարդ դոլար զենք են վաճառել արդեն ու ԱԹՍ-ներ ու այսպես ու ամբողջ իմ ելույթից մեջ ուղղակի ինձ ծափ տվեցին, ասացին շնորհակալություն ստեսություն գնա։ Ոնց որ Դավիթ Տոնոյանն էր ասում, որ ԱԹՍ-ներով մենք պետք է ասենք ավտոբուս խփենք, մենք RPG-ով կխփենք, պատկերացնում եք։ Ու այս ձևի պետություն ունենալով մենք ինչ հարաբերություններ արտաքին կարող ենք զարգացնել, ասենք Իսրայելի հետ կամ ընդհանրապես ինչ արտաքին քաղաքականության մասին է խոսքը։ Հիմա վերադառնամ ձեր ասացին։ Տեսեք, ցավոք սրտի իմ կարծիքով Հայաստանը այժմ էլ շարունակում է ռեգիոնալիզմը, այժմ էլ շարունակում է փակ քաղաքականությունը եւ ես խիստ քննադատում եմ այս քաղաքականությունը։ Հիմա կասենա դրսից նստած, չէ, դրսից նստած չեմ, ես հայաստանցի եմ, ամեն տարի գնում գալիս եմ, իմ հարազատներից մեծ մասը Հայաստանում ծառայել եմ, հոկտեմբերի 27-ին ներկա եմ եղել հայկական բանակում։ Այսինքն ես ականատես եմ եղել, ներքին զորքերում եմ ծառայել, տեսել եմ հոկտեմբերի 27-ը, եղել եմ ազգային ժողովի պատերի տակ։ Այսինքն ես նաև ականատես եմ հոկտեմբերի 27-ի։ Ու ասել կուզի, որ Հայաստանը չի կարող այսօր սահման բացել Թուրքիայի հետ, Հայաստանը այսօր չի կարող մենակ բանակցել որևէ իսլամական պետության հետ։ Ինչպես դուք գիտեք, մեր միակ տարբերակը Վաշինգտոնն է։ Մենք պետք է Թուրքիայի հետ գնանք Վաշինգտոն, Վաշինգտոնում բացենք սահմանը։ Թե չէ, այսօր Ալիևը պահանջում է նույնիսկ շարունակում է իր ելույթները, ինձ լավ գիտեք, թե ինչ էր այսօր խոսում։ Թուրքիան 3+3 բանաձևն է նույնից առաջ տանում, դեմ է Թրիպին, չնայած սկզբից կողմ էր, այսինքն Թրիպին դեմ է Թուրքիան, հասկացել է Ալիևը։ Ալիևը եկավ, ուրեմն ուղարկել էր իր գործակալներին Իսրայել, Բիբիի հետ առանձին հանդիպում ունեցան, որպեսզի Թրիպը բացեն, օգուտ Ադրբեջան իրենք էլ օգտվեն։ Բայց ինչ ստացվեց։ Ամերիկայի Միացյալ Նահանգները Տրամպի վարչակազմը ամբողջությամբ շրջեց, բերեց օգուտ Հայաստանի։ Ու այսինքն ադրբեջանական այդ խաղերը Թել Ավիվում, դեսպանատնում Բիբիի հետ հանդիպումները հակառակը
էֆեկտը տվեցին։ Օրական համայնք այս պահին կանգնեց Հայաստանի կողքին, ոչ թե Ադրբեջանի կողքին։ Ու այսօր ես հոդված կարտացի Գլոբսում, որ գրվում է, որ Ադրբեջանը սկսել է բավականին լայն քայլերով հեռանալ Իսրայելից։ Բավականին լուրջ վերլուծական հոդված է, դա ամբողջը չեմ թարգմանել, որ թարգմանեցի կներկայացնեմ իմ իսրայելահայ թերթում, այսինքն ուզում եմ ասել, որ ես համաձայն եմ ձեր հետ, որ մենք պետք է հարաբերություններ ունենանք մեր հարևանների հետ, լավ հարաբերություններ, բայդրացիական եւ սահմաններ եւ այլն, բայց սա պետք է արվի Վաշինգտոնի ու Բրյուսելի միջոցով։ Այսինքն Հայաստանի Հանրապետությունը, որը պարտված պետություն է, որի հակաօդային պաշտպանությունը մինչև այսօր գտնվում է Ռուսաստանի ձեռքերում, ու մինչև այսօր էլի գնում ենք ամեն օր Ռուսաստան, զանգում ենք Ռուսաստան, մի պետություն, որ մինչև այսօր ընտրությունները օրինական չի ճանաչել լեգիտիմ, այսինքն չի լեգիտիմացրել քո ընտրությունը, դու գնում ես զանգում ես իրաց դռները, որ ինչ։ Այսինքն Ռուսաստանը չկա այսօր, այն Ռուսաստանը, Իրոք ես ասեմ, որ մեր նախընտրական ծրագրում անվտանգության առաջին կետում հենց Հայաստանի Հանրապետության հոպը Ռուսաստանից անջատելն էր, ռուսական հոպ համակարգից դուրս գալն էր, որովհետև այդ հոպ համակարգը ընդհանրապես շատ ավելի մեռյալ է, քան ինքը հապկը։ Այո, ու հիմա փաստը մենք այսօր այդ կոտրած տաշտակի առաջ ենք կանգնել, փաստացի մեր արտաքին քաղաքականությունը այսօր փակուղու մեջ է, որովհետև մի կողմից ճիշտ է 1 տարի լրացավ թրիպի, ես շնորհավորում եմ մեզ, այդ որ 1 տարի կոնե հանգիստ է եւ չպետք է մոռանանք, որ եվրոպական դիտորդների շնորհիվ է անզեն հերադիտակներով զինված մարդկանց, որ այսօր մեր սահմանին զինվորներ չեն զոհվում Աստծուն փառք։ Եվ սա Եվրոպայի ու Ամերիկայի Միացյալ Նահանգների Միացյալ Արևմուտքի շնորհքն է, ոչ թե ասենք մեր կառավարության կամ ասենք իր արտաքին քաղաքականության, որտեվ եթե թողնես 3-3-ի մեջ է կմտնեն, այսինքն բոլորի հետ դեշտեմ չեմ, թող հարաբերությունները լավ լինեն, թող առևտուրը անեն եւ այլն, բայց Արարատ մերժելը եւ մնացած խնդիրները մեր համար սպիրկում անընդունելի է։ Խնդրեմ ձեզ հնարավորություն տամ հարցեր։ Ես կարծում եմ, որ այդ 3+3 ֆորմատը ընդհանրապես մեռելացին ֆորմատ է, երբեք 3+3 չի եղել, ամենայն դեպս Վրաստանը երբևէ որևէ հանդիպման չգիտեմ ինչի չի մասնակցել, եւ աշխարհաքաղաքական այս զարգացումների, տրիպի, Եվրամիության այդ հարաբերությունների խորացման պարագայում ընդհանրապես Հայաստանի Հանրապետության իշխանության որդեգրած այդ տարածաշրջանայնացման, թե չգիտեմ հավասարակշռման, բալանսավորման, ինչ անունել տաս քաղաքականությունը իրականության մեջ ընդհանրապես չի գործում, թե գործեց նույնիսկ Հայաստանի Հանրապետությունը դարձնելու է ավելի խոցելի երկիր, որովհետև տարածաշրջանում դե ֆակտո մենք չունենք այն աջակցությունը տարածաշրջանում կոնկրետ այն դաշնակիցը, որը այո ապահովում է մեր անվտանգությունը, ապահովում է խաղաղությունը եւ ապահովելու է տրիպի իրականացումը։ Եվ այստեղ այս պարագայում ես կարծում եմ, որ շատ կարևոր դեր ունի Իսրայելը։ Ոնց ուզում եք վերցրեք Իսրայելի Աբրահամյան համաձայնագրերին, Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Իսրայելի այդ Աբրահամյան համաձայնագրերին միանալը պատահական չէ, որ Ղազախստանը միացել է։ Բացարձակապես պատահական փաստ չէ, Ղազախստանը միացել է Աբրահամյան համաձայնագրերին։ Ես կարծում եմ, որ այս խնդիրը մեր քաղաքական օրակարգում ամենայն դեպս մենք պետք է թե հայկական կողմից, թե հրեական կողմից փորձենք անընդհատ պահել շրջանառության մեջ։ Ես համաձայն եմ ամբողջությամբ եւ կիսում եմ ձեր այսինքն բոլոր այն կարծիքները, որ իրոք այսօր Իսրայելի ձեռքերում շատ գործիքներ կան, որոնք կարող են օգնել Հայաստանին ընդամենը 1.5-2 միլիարդ դոլարի հակաօդային պաշտպանություն աջակցություն Հայաստանին, կարող են նախ զսպել Ադրբեջանին իր այսպես ամպոկորգոր հայտարարություններից եւ կարող է ամբողջությամբ փակել փոքրիկ Հայաստանի օդը։ Այսինքն մեզ տասնյակ հակաօդային պաշտպանության համակարգեր պետք չեն։ Ամեն տարածաշրջանում տարածքում ասենք մի մարզում 1-2 ասենք հակաօդային պաշտպանություն տեղադրելով համակարգ, հա, դա բավական է ամբողջ Հայաստանի օդը փակելու եւ ցանկացած տեսակի իհարկե պետք է լուրջ շատ ստրատեգիական ձևով դա կազմակերպել, որովհետեւ մենք ստրատեգիական թիկունք չունենք, ասենք եւ պահվելու տեղը շատ չունենք, ասենք մեր գիտեք տեխնիկան Տեղանքի առանձնահատկություններից ելնելով, այո, այսինքն պետք է կրվենք այնպես, ինչպես գիտենք, ինչպես սովորենք եւ ինչպես կարող ենք նաեւ Իսրայելի հետ համագործակցություն իհարկե նաեւ ասեմ, որ Հայաստանը երբ որ զենք է ձեռք բերում հունաս ներողություն, երբ որ զենք է բերում ձեռք բերում Հնդկաստանից, դրա մեջ նաեւ հրեական կոմպոնենտներ կան, այսինքն եթե Իսրայել թույլտվություն չուներ,
չլիներ Հայաստան այսօր այն ակաշները, այն բոլոր տեսակի հակաօդային պաշտպանությունը, այն հրետանին, հա, ոչ մի բան չէր ունենա։ Իսկ Իսրայելի նաև թույլտվություն է այստեղ եղել, որ թողել են, որ հնարավորություն են տվել նաև իրենց համատեղ այսպես աշխատանքը վաճառել նաև Հայաստանին, նաև Իսրայելի հետ կապված ասեմ, որ ցավոք սրտի Ադրբեջանը 2023-ից արդեն Պարակեմիքս համակարգեր ունի, Խեց 3 համակարգեր ունի հակաօդային բալիստիկից, մենք ոչ մի հակաբալիստիկ հրթիռ խոցելու հնարավորություն չունենք, ցավոք սրտի, եւ ցանկացած հարևան կարող է մեր երկիր ուղղակի բնաջնջել, որովհետեւ մենք ոչ հոտ ունենք, ոչ էլ հակաօդային պաշտպանություն, հասկանում եք։ Էլ չեմ խոսում ինքնաթիռների բացակայության մասին ընդհանրապես, երբ Ադրբեջանը այդ չինական արտադրության Պակիստանի միջոցով ինքնաթիռները ձեռք բերում, մենք դրա կեսն է չունենք։ Սա իրականությունն է։ Հիմա ելքը մեկն է, ձեռք մեկնել Իսրայելին, չվախենալ, գործել շատ ազատ, շատ անկախ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ միասին, նախ Վաշինգտոն գնալ եւ բոլոր հարցերը քննարկել Վաշինգտոնում։ Եվ Վաշինգտոնը ունի լծակներ եւ Իսրայելի վրա որոշակի ճնշում բանացնելու, որպեսզի զենքի ուրեմն վաճառքը Ադրբեջանին քչացնեն, բայց նաեւ ուզում եմ ասել մեկ դրական բան եւս, որ Ադրբեջանը դարձել է արդեն շատ երրորդական պետություն զենքի վաճառքի հետ կապված Իսրայելի համար, որովհետեւ միայն 3 միլիարդ դոլար է այս վերջերս պատվեր է իջեցվել Հունաստանի կողմից Իսրայելին հակաօդային պաշտպանության հետ կապված Հունաստանը նույն ռազմական պայմանագրերն ունի Հայաստանի հետ Կիպրոսը եւս եւ Իսրայելը եւս ռազմական համագործակցություն ունի Կիպրոսի եւ Հունաստանի հետ Հունաստանը մասնակցում էր Հայաստանում զորավարժություններին Ֆրանսիան մասնակցում էր Ամերիկայի հետ զորավարժություններին ասել կուզի որ առնվազն միջերկրական ծովի ավազանում որտեղ մենք ունենք շատ լուրջ շահեր Հայաստանի Հանրապետությունը եւ նաեւ Կովկասում Իսրայելի ու Հայաստանի հարաբերությունները այսինքն շահերը այս պահին համընկնում են շատ տեղ համընկնում են լիովին համընկնում են եւ այս ամբողջ բույլը վերլուծության արդյոք Հայաստանում ուզում են հասկանալ ուզում են ընդունել թե գնում են ասենք մարտակի ռեժիմի ձեռք են սեղմում մի ռեժիմ որը 40,000-ից ավելի մարդ մորտեց իր սեփական ժողովրդին եւ գիտեք Իսրայելում այս վերջերս բավականին գլուխներ թրծվեցին այսինք Մոսադից ղեկավար կազմի փոփոխություն տեղի ունեցավ հիմնական մեղադրանքով որ այս պատերազմների արդյունքում նրանք չկարողացան իշխանապողություն Իրանում կազմակերպել ասենք ղեկավարության ամբողջությամբ մինչև 4-րդ ասենք կարևոր մարտը ոչնչացրեցին եւ ռազմական եւ քաղաքական էլիտա հետ կապված թողեցին 1-2-ին որոնց կարծում են որ կարող են ասենք նաեւ վերցնել իրանց կողմ ամենայն դեպս արդյունքը չեղավ իշխանապողությունը եւ արդյունքում Իրանում էլ քաղաքական լուրջ հիմնախնդիրներ կան այսօր հեղափոխության պահապանները մի կողմ են քաշում ցայլը իսկ իբր եւ ռեֆորմիստներն էլ Փեզեշկյանի գլխավորությամբ մի այլ կողմ են տանում ցայլը այսինքն նրանց մոտ էլ վիճակը քաղաքական է չեմ խոսում տնտեսական եւ մնացած բոլոր վիճակները որ շապազան ծանր է տեսեք Տրիպը միանշանակ փոխում է ոչ միայն Հայաստանի Հանրապետության անվտանգային միջավայրը Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման հնարավորությունները բերում, այլև ամբողջ տարածաշրջանի վերջը տրիպը հենց միջին միջանցքի մաս է, իսկ միջին միջանցքը աշխարհաքաղաքական կտրվածքով գլոբալ նախագիծ է։ Ձեր գնահատականով կարող են հայ-իսրայելական հարաբերությունների վրա ազդել այս տրիպի հանգամանքը, որովհետև բոլոր դեպքերում սա մի ծրագիր է, որը չի ավարտվելու 1 տարում, 2 տարում, 10 տարում, 50 տարում։ Սա գնալու է մինչև դարավերջ։ Այո, իմ կարծիքով արդեն իսկ Իսրայելը այս տարածաշրջանում է, անկախ նրանից թե ուզի Հայաստանի կառավարությունը չի ուզի ինչ դիրք ուրեմն կունենա այս հարաբերություններում համենայն դեպս իմ կարծիքով ուրիշ այլընտրանք չունի Հայաստանի Հանրապետությունը ուզի թե չուզի Իսրայելի հետ պետք է հարաբերություններն ավելի զարգացնի չէ՞ որ մենք այստեղ նաև դեսպանատուն ունենք եւ հարաբերությունները արդեն իսկ ասենք հրեա գործարաններ եկել են ես որ մեկտեղ ասացի հրեա գործարաններ եկել են որ Հայաստանի շատ բիզնեսներ փրկեն ուղղակի չեք պատկերացնում ինչ արեցին ինչ բերեցին գլխից այսինքն իրենց կոմենտներով մեկնաբանություններով բայց փաստերի մասին եկեք խոսենք այսօր Սալավյովը եկել է, ասենք, եւ Թեղուտի հանքավայրը, եւ ասենք Սակալովը։ Այո,
վերցնում ենք չէ ռուսների ձեռքերից մարդիկ, ամերիկական կապիտալն է մտնում, հերական կապիտալն է մտնում մեր տարածաշրջան, մեր երկիր, այսինքն այնտեղ որտեղ ամերիկյան կապիտալն է, թող փորձեն հրթիռահարել այդ շրջանը, թող փորձեն ասենք ինչ որ ամերիկական շահերին դեմ դուրս գալ, լինի դա Թուրքիան, լինի դա Ադրբեջանը, ուղղակի սա պարզ բանաձևեր են, որոնք պետք է ուղղակի Հայաստանում հասկանան, որ այլընտրանք չկա, հայ եւ հրեա ժողովուրդները հազարամյակներով իրար բարեկամ ժողովուրդ են, այն որ մեր կառավարությունը ռուսի սապոգի տակ է եղել տասնյակ տարիներ ու ասենք ինչ Պուտինը պետք է թողներ, որ ասենք Հայաստանը բարիդրացիական հարաբերություններ ունենար Իսրայելի հետ, սա պարզ ու շատ հստակ է։ Շատ լավ, ձեր գնահատականով Իրան-Իսրայել կոնֆլիկտը վերջին հաշվով հանգուցալուծում կունենա։ Իմ կարծիքով այո, նախ Իսրայելը իրեն չի համարում թշնամի երկիր Իրանի ժողովրդին, ինչպես հրեաները հարյուր հազարավոր հրեաներ ապրել են գիտեք Պարսկաստանում եւ իդեպ մեր նախարարները նաեւ Իրանի հրեաներ են բերել 12-րդ դարում, հա, գիտեք Եղեգիսում եւ նաեւ մենք գերեզմանատուն ունենք 12-րդ դարի հրեական, այսինքն հայերը նույնիսկ մեր հոգեվորականներին, մեր օրբելյանները չեն, մեր իշխանական տները չեն վստահել, հա, վերել են ասենք հրեաներին, որպեսզի իրենց համար ասենք այդ հաշվարկները կատարեն եկամուտների հետ կապված։ Սա միանշանակ է, այսինքն մեր երկու ժողովուրդները հազարամյակներով իր այդ բարեկամություն են, այլ ընկերություն են, այլ նույն ճակատագրի, նույն պարտի ժողովուրդներ են։ Ուղղակի շահերի հետ կապված, երբ որ Իսրայելը անդադ գալիս է ձեռք է մեկնում, մենք էլ ձեռքը չենք սեղմում, չենք մեկնում, այստեղ է հիմնական խնդիրը։ Նախքան Ադրբեջան գնալ Իսրայելը եկել է Հայաստան։ Չմոռանանք, որ առաջին պետություններից մեկը, որ ձեռք մեկնեց երկրաշարժի ժամանակ Հայաստանին, սա Իսրայելն էր։ Արիե Կուպերստոկի անվան վերականգնողական կենտրոնը ամբողջ տարածաշրջանում ամենամեծ օրտեզավորման եւ պրոթեզավորման կենտրոնը Գյումրիում է կառուցվել։ Ջոինտի, հերական ջոինտի ֆինանսավորման։ Այսինքն հրեաները առաջինը մեզ ձեռք մեկնեցին, նաև առաջին պետություններից մեկն էր Իսրայելը, որ եկան օգնելու մեզ, եւ նաև մեր հայկական համայնքը երեխաներ 88 թվականին բերեցին այստեղ Իսրայելում բուժելու նպատակով իրենց տները պահեցին, երեխաներին բուժեցին, պրոթեզավորեցին, օրտեզավորեցին, այսինքն դեռևս 88 թվականից մենք հարաբերություններ ունենք, բայց որ այդ մարդիկ անդադ գալիս են, ձեռք են մեկնում, ու դու այդ ձեռքը չես մեկնում, որովհետեւ կախված ես այն մեծ հյուսիսային բարեկամի կոշիկի տակ ես կամ սապոգի տակ ես, դրա համար ոչ մի բան մոդը չի ստացվում։ Իսկ հիմա որ մենք փորձում ենք այդ սապոգի տակից դուրս գալ, բայց հիմա հարցը թե մենք ինչ վիճակում ենք այդ սապոգի տակից դուրս գալիս, կիսա ճխլված, ցեխի մեջ թաղված, չունենք դատական համակարգ նորմալ, ինչ ունենք, ասենք, որ ընդհանուր վերցնում ես, հա, տեսնում ես փող է ծախսվում, առնվազն բյուջեից գոնե փողերը չեն կողանում, գոնե փառք տան կազմում, որ այդ առումով ասենք բյուջե է գնում, մարդիկ թոշակ են ստանում, դրական շատ բան եմ տեսնում։ Ամեն անգամ Հայաստան գալուց իհարկե նայում ես բավականին լավ դրական փոփոխություններ կան։ Մարդ պետք է կույր լինի, որ չտեսնի, ասենք, փոփոխությունները, հատկապես տնտեսության եւ այն, որ այսօր Հայաստանը դառնալու է շուտով 5-րդ պետությունը, ասենք, տեղեկատվական տեխնոլոգիաների նոր հրազդանի գործարանի բացման հետ կապված, այս ամբողջը ամերիկյան կապիտալի շնորհիվ է, այսինքն այն, որ տասնյակ տարիներ խոսվում էր Հայաստանի վեկտորի մասին, անդադ վեկտորի բառը չեն սիրում օգտագործել Հայաստանում, բայց փաստն այն է, որ մենք պետք է լինենք մեր քաղաքակրթության ակունքներում, այսինքն ամբողջ աշխարհը պետք է լինի Հայաստանի քաղաքակրթության ակունքներում, բայց մենք ցավոք սրտի շատ ենք հեռացել մեր ակունքներից եւ հայտնվել ենք գիտեք թե որտեղ։ Եվ հույս ունեմ, որ ամեն ինչ լավ կլինի եւ այս թե փոչամբարների տակ թաքնված գախնի մեր ունեցվածքը, մեր հարստությունը կհանեն եւ կօգտագործեն եւ նոր աշխատատեղեր կստեղծվեն եւ այն ժամանակ արդեն իհարկե Իսրայելը շատ մեծ հետաքրքրություններ կունենա արդեն ոչ թե ինքը մեզ կարող է տեխնոլոգիաներ առաջարկել, այլ մենք Իսրայելին տեխնոլոգիաներ կարող ենք նաև առաջարկել։ Ես կարծում եմ, որ այդ կտրվածքով մենք կարող ենք նաև համատեղ ծրագրեր իրականացնել։ Այդ վերջապես այս քաղաքական, չգիտեմ, ինչով պայմանավորված սառնությունը հնարավոր դառնա հաղթահարել, որովհետև ոնց ուզում ես վերցրու, թե Հայաստանին իսկապես, թե Իսրայելին շատ ձեռնտու է համագործակցությունը։ Այո, շատ ձեռնտու է եւ փաստն այն է, որ եթե ամեն ինչ լավ ընթանա,
եւ Հայաստանը այս նոր կարողանա գիտակցել, թե ինչ նոր մարտահրավերների առջև ենք մենք հենց այսօր կանգնած, տեսնում եք Իրանի դիրքորոշումը հենց Հորմուզի հետ կապված, բլոկադան Հորմուզի եւ նավթի գների այս աճը տնտեսական լուրջ հիմնախնդիրները տարածաշրջանում Ամերիկայի Միացյալ Նահանգների ուղղակի համբերության հետ է խաղում իմ կարծիքով Իրանը մեր մոտ արդեն 3 անգամ այս 1 ամսվա ընթացքում տեղեկություններ կար որ Ամերիկայի Միացյալ Նահանգները պետք է հարվածի եւ անընդհատ ասենք զորամասային իրավիճակում էր հայտնվում մեր բանակը եւ արդեն մարտիկ հոգնել են անընդհատ ասենք շաբաթներ շարունակ զորամասերից տուն չգալու հետ կապված եւ մի օր այս ամբողջը պայթելու է եւ եթե Ամերիկայի Միացյալ Նահանգների համբերությունը հատի կլինի Իրաքի օրինք կգնի ասենք կարող ենք նել եւ Իրանը, որը մեր ընդհանրապես մեզ հայերից ձեռնտու չէ։ Բայց պետք է մենք ունենանք մեր հաշվարկները եւ հասկանանք թե ասենք ԱՊԿ տարբերակներ պետք է ունենանք, որպեսզի հասկանանք թե ոնց կարողանանք այդ տարածաշրջանում գոյատևել հնարավոր խոշոր պատերազմի հետ կապված այսօր խոսում են մուսուլմանական ՆԱՏՕ-ի նոր տերմին են մտածել Այո, ասենց այդ հարցն էի ձեզ ուզում տալ, տեսեք 4 երկիր ոնց որ թե փորձում են ստեղծել մի պաշտպանության կառույց, Իրանն էլ արդեն հայտարարությամբ հանդես եկավ, որ դե ուրեմն ՆԱՏՕ-ն այլևս պաշտպան չի կամ այդ երկրները զգում են, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները իրենց համար անվտանգային գործոն չի ու փորձում են նոր կառույց ստեղծել, փորձում են նաև այդ կառույցում ամենայն դեպս եղավ նման տեղեկատվություն, ներառել նաև Եգիպտոսը, ձեր գնահատականով սա ավելի շատ քաղաքական ակցիա է, թե իսկապես հիմքում ունի ռազմական ու անվտանգային բաղադրիչ։ Ոչ մի անվտանգային բաղադրիչ իրականում չունի, այստեղ մի քանի նախադրյալներ կային, որ այս 3 պետությունների ստորագրությունները տրվեցին այդ փաստաթղթի տակ, նախ ամեն մի պետություն ունի իր սեփական ամբիցիաները, իսկ Էրդողանի ամբիցիաների մասին չեմ խոսում։ Նախ սա դեմարշ էր Ամերիկայի Միացյալ Նահանգների դեմ Թուրքիայի կողմից, որ Թուրքիան չստացավ F-35-երը եւ ամերիկյան ադմինիստրացիան, այո, ադմինիստրացիան կոնկրետ, այսպես դրեց Թուրքիայի դեմ կոնկրետ պահանջներ, սա ուրեմն S-400-ների ուրեմն հետ տալներ կամ երրորդ կողմին փոխանցելներ, սա ասենք տարածաշրջանային հիմնախնդիրներն էին, սա նաև Իսրայելի դեմ իհարկե այս Էրդողանի շատ խիստ հակաիսրայելյան քաղաքականությունն է նաև, այս մի քանի պատճառներ կար, սա Թուրքիայի պահով, որը Թուրքիան դեմարշ ուղղակի լինելով ՆԱՏՕ-ի անդամ եւ Ամերիկան էլ ունի, գիտեք, Ինջիրլիկում զորամիավորումներ եւ բազա ունի, չէ՞, Ամերիկայի Միացյալ Նահանգները Թուրքիայում, ունենալով Թուրքիայում այդպես խազոր ռազմաբազա, սա Էրդողանի այսպես դեմարշն էր, Պակիստանը փոքրիկ իր խաղերով Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից իբր Իրանի հետ միջնորդելով եւ այլն, բայց լինելով միջուկային պետություն փորձեց հեգեմոն այսպես դիրք վերցնել Եգիպտոսը ընդհանրապես չի միանալու ամրագրել իր հեգեմոն դիրքը, բայց իհարկե խաղալով իր խաղը Սաուդներն են Ամերիկայի Միացյալ Նահանգների դաշնակիցներն են եւ Իսրայելի հետ մեկտեղ Հորմուզի նեղուցից ոչ հեռու ռազմաբազա են կառուցում։ Թե Սաուդներին սա ինչին էր պետք, սա եւս Ամերիկայի Միացյալ Նահանգների դեմ դեմարշի նաեւ եւ սեփական ամբիցիաներն առաջ տանելու, նաեւ մուսուլմանական աշխարհում որպես հեգեմոն նաեւ պետություն հանդես գալու, որովհետեւ տարիներ շարունակ Սաուդների եւ Եգիպտոսի միջև եւ Թուրքիայի միջև պայքար կար, թե սյունի աշխարհում ով պետք է լիներ հեգեմոն երկիրը։ Ասենք հիմա Եգիպտոսը երբեք չի միանա եւ ընդհանրապես շահել չունի այս միավորմանը միանալու, որովհետեւ Եգիպտոսն այսօր արաբական աշխարհում ունի ամենամեծ ռազմածովային նավատորմը եւ բավականին լուրջ ինքնաթիռներ ունի, ինքնաթիռային պարկ ունի եւ լավ հագեցած է ամերիկային զենքով ու զինամթերքով։ Սաուդներն էլ 400 ինքնաթիռ ունեն, բայց այդ ինքնաթիռներից օգտվել չգիտեն։ Սրանով է պայմանավորված, որ այդքան հարվածներ կերան Իրանից, ցավոք սրտի, եւ այս վերջերս էլ 2 օր առաջ հութիները խփեցին նավերից մեկին չէ Սաուդյան, եւ ինչ արեց Պակիստանը, զորք ուղարկեց հութիների դեմ, կամ Թուրքիան ինչ արեց, F-երը օդ հանեց, իհարկե ոչ։ Ես դրա համար եմ ասում, սա ավելի շատ թերևս քաղաքական ակցիա էր,
ինչ որ մեկին, ինչ որ Շատ միտեղ, քաղաքական ամեն մեկը իր ամբիցիաները առաջ տանելու, ինչ որ մի Մեսիջ։ բան փորձելու, ապացուցելու, հա, բայց փաստացի գետնի վրա նաև այստեղ կա Չինաստանի խաղը, որովհետև Պակիստանը Չինաստանի տակ պարկած պետություն է, թե պարտքեր ունի Չինաստանի հետ եւ գիտեք ինչպիսի հարաբերություններ ունի Պակիստանը Չինաստանի հետ, այսինքն ավելի շատ վասալական կամ անկախ քաղաքականություն ունի Պակիստանը Չինաստանի հետ կապված եւ Չինաստանի ականջներն են այս ամբողջ պատմության իմ կարծիքով երևում, որովհետեւ տեսեք Հորմուզի նեղուցի հետ կապված ամենահզոր հարվածը ով կերավ Չինաստանը, այսինքն Ամերիկայի Միացյալ Նահանգները ավելի պետք է երբ որ մենք վերլուծություն ենք անում կամ փորձում ենք հասկանալ իրականում ինչ է տեղի ունենում Տիկին Ադամյան, պետք է նայես ավելի հեռու, ոչ թե ասենք քթի տակ նայես թե այստեղ ինչ պետություն կա, պետք է միշտ հեռու նայել, փորձել ավելի ընդհանուր գլոբալ նայել։ 3 քայլ հաշվարկես։ Ամենակիչը։ Ու այս պարագայում ասենք ամենահզոր հարվածն ով կերավ Չինաստանը։ Տնտեսական հիմնախնդիրներ ունի Չինաստանը, ունի այո, եւ սանկցիաներ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ կապված չէ, գիտեք, քանի անգամ բազմապատկեցին չինական ապրանքների ներմուծումը Ամերիկայի Միացյալ Նահանգներ, հիմա էլ նավթը կտրեցին Չինաստանից, արդյունքում բավականին ճիշտ է Իրանը արդյունքում իր խելքի պատճառով իր այաթոլլաների մարտակերների այս ռեժիմը դժվեց իհարկե Իրանի ժողովուրդն էլ միասին իսկ մարտակերների հետ, բայց նաև խոշոր հարված տնտեսական ստացավ այստեղ այս պարագայում Չինաստանը։ Հիմա Չինաստանը ինչ որ մի կերպ պետք է իր սեփական շահերը տարածաշրջանում պաշտպանի։ Ինչպես պետք է դա անի զորք թիպերը, չէ։ Ում միջոցով պետք է անում, միջոցով պետք է դրոշակ բարձրացնի։ Շնորհակալ եմ, պարոն Չեռնոմորյան, ամփոփելով մեր հարցազրույցը, եկեք հասկանանք, հայ-իսրայելական հարաբերությունների վերաբերյալ կար ինչ-որ հարց, որ ես ձեզ չտվեցի, բայց այդ հարցի վերաբերյալ ասելիք կա։ Այո, նախ մենք չխոսեցինք ելքը որն է հարցի մասին, այսինքն որն է ելքը կոնկրետ կետնի վրա հայ-հրեական հարաբերությունները զարգացնելու։ Կարող ենք երկար ժամեր խոսել, բայց պետք է փաստացի քայլեր ձեռնարկել։ Օրինակ իմ համոզմամբ մենք որպես համայնք շատ ենք սիրում մշակութային ոլորտը։ Հայ-հրեական մշակութային հարաբերությունը, ինչպես ասենք, պատերազմների ժամանակ լինում են, երբ կազմակերպում են Իսրայելի մշակութային օրերը Հայաստանում կամ Հայաստանի մշակութային օրերը Իսրայելում։ Ինչու չպետք է սրանից սկսել, այսինքն ժողովրդական դիվանագիտությունից, փոխայցելություններից։ Նախորդ ազգային ժողովում մենք ունենք 20 պատգամավոր Իսրայել-Հայաստան ուրեմն բարեկամության հանձնախումբ, հա, այսպես։ Պատգամավորական բարեկամության խումբ, այո։ Ծովինար Վարդանյաններ, այս խմբի մեջ էր նաև Ռոբերտ Քոչարյանի տղան Լևոն Քոչարյան, այսինքն մի ողջ բույլ կարկառուն ՔՊ-ական եւ ընդդիմադիր կուսակցական ներկայացուցիչների, որևէ նրանցից մեկը մի անգամ Իսրայել եկավ, որևէ մեկ, ասենք, ոչ, ես ասում եմ ոչ, չեկավ, հարցից ուղղակի պատասխանում եմ ես։ Ոչ մեկը որևէ մեկ հուսանք 9-րդ գումարման ազգային ժողովում եւս կստեղծվի Հայաստան-Իսրայել պատգամավորական բարեկամության խումբ, որը համենայն դեպս նախորդի համեմատ գոնե ինչ-որ եթե նման ֆիկտիվ խումբ եւ իսրայելցիներին Հայաստան բերելով եւ Հայաստանից Իսրայել գնալով։ Օրինակ, տեսեք, քննադատում ենք նախորդ իշխանություններին, բայց Սերժ Սարգսյանի կառավարության տարիներին մենք ունենք խումբ, Տալի Պլոսկովան, ասենք, ղեկավարում է Իսրայել-Հայաստան պարլամենտական բարեկամության խումբը, եղան մի քանի փոխայցելություններ, մենք Իսրայելում ստեղծել ենք Իսրայել-Հայաստան գործարար ֆորում, տեղի ունեցավ, ասենք, թե մեր գիտնականների այցելությունը Իսրայել, թե Իսրայելի գիտնականների գործարարների այցելություն Հայաստան, տարբեր ֆորումներ, բիզնեսներ ծնվեցին, գործեր ծնվեցին, հասկանում եք, եւ ասենք անկախ նրանից թե առաջինը Հայաստանը պետք է գլուխ թեքեր Ռուսաստանից 44 օրյա պատերազմի արդյունքներում, չէ, արդյունք, բայց ինչ եղավ, բերեցին ռուսների սահմանապահներին, իբր խաղաղապահներին մտցրեցին Արցախ։ Մեր կառավարությունը հիմա Ռուսաստանից երես թեքելու տեղը Իսրայելից է երես թեքել, ասենք, հասկանում եք աբսուրդը։ Երբ որ առաջարկում է արևմտյան աշխարհը բերեք օտարազգի, ասենք մարդկանց բերենք, ասենք խաղապահ ուժեր բերենք, հա, Սկանդինավ խաղապահների։ Սկանդինավյան խաղապահներին, այո, լեզուն չէին հասկանում, հա, անգլերենը մոռացել են։ Ես ձեզ հիշեցնեմ, որ Հանրապետություն կուսակցությունն էլի քաղաքական դաշտում թերևս միակ կուսակցությունն էր, որը ժամանակ այդ հանդես եկավ հայտարարությամբ, որ նոյեմբերի 9-ի այդ, չգիտեմ, ոնց անվանեմ այդ փաստաթուղթը, պետք է հնգակողմ լիներ իրականում, ոչ թե եռակողմ։
Եվ այդ խաղաղապահների հարցն էլ չպետք է միայն ռուս խաղաղապահներ բերեինք։ Այո, ցավոք Դրանք սրտի պետք է լինեին եղավ միջազգային խաղաղապահներ։ լրիվ կիսում եմ, Ցավոք սրտի եղավ ինչ եղավ։ այո, եղավ այն ինչ եղավ, այն Բայց դա չի նշանակում, որ անցյալի սխալները, այնուամենայնիվ, եթե ստեղծվեն համանման իրավիճակներ, մենք պետք է անverջ կրկնենք այդ սխալները։ Վերջին հաշվով պետք է լինի, չէ, հենման մի կետ, որտեղ դու կանգ ես առնում այո, եւ եւ պետք է նորից լուրջ շրջադարձ կատարես դեպի քաղաքական լուրջ փաստորեն այսօր մենք որևէ լուրջ քաղաքական ռազմական դաշինք Հայաստանի Հանրապետությունը չունի։ Տեսեք Ադրբեջանը ունի քանի ռազմական դաշինքներ, չէ, ունի նաեւ Թուրքիայի հետ ռազմական դաշինք, չէ, Շուշիի պայմանագիր եւ այլն եւ այլն։ Հայաստանը ինչ ունի։ Ես ձեզ հիասթափեցնեմ, Հայաստանը դեռ երկար չի կարողանա որևէ լուրջ, իսկապես լուրջ ռազմական դաշինք ունենալ, քան դեռ ՀԱՊԿ-ի անդամ է։ Այո, եւ ոչ միայն դա, նաեւ տարբեր տեսակի տասնյակ պայմանագրեր ունի Ռուսաստանի հետ ռազմական համագործակցության, էլ օդը մնացած բաները չասեմ, ցավոք սրտի։ Եվ սա իրոք մեծ ցավ է պատճառում ու չգիտես ինչու ընկերներս ես դեռ այս տարի Հայաստանում չեմ եղել, անցյալ տարի եմ եղել, հուսով եմ որ անպայման կայցելեմ այս տարի նաեւ Հայաստան, ամեն անգամ գալուց հիասթափվում են, հատկապես իսրայելահայերը, ասում են որ ամեն տարին տարու հետ համեմատելով Հայաստանի բնակչություն դառնում է ավելի ռուսամետ։ Ես ասում եմ, շշմում եմ ուղղակի, ինչպես կարող է, ասում եմ, հայո, հայացքը, երբ որ կողքից նայում ես, ամբողջ Երևանն ու Հայաստանը հեղեղված է ռուս զբոսաշրջիկներով, ասենք ցուցանակները ռուսերեն, ռուսներեն ընդունում են աշխատանքների, ռուսական ալիքները մինչև այսօր, որպես իմ համար առաջին թշնամին Ռուսաստանն է այսօր։ Հեռարձակվում են, այո։ Բայց այդ հարցում ես ձեզ հետ համաձայն չեմ, որտեղ Հայաստանի Հանրապետությունում ռուսաստանցիներ շատ կան հիմա, լինում են նաև ռուս զբոսաշրջիկներ, բայց Հայաստանի Հանրապետության բնակչությունը ռուսամետ չի։ Եվ եթե նույնիսկ դուք ուզում եք ակնարկեք վերջին ընտրություններում այսպես Կրեմլի վկաների այս մեծ թվով խորհրդարան մտնելը, ես կարծում եմ դա բացարձակապես չարտահայտեց մտածող հայերի մեծամասնության տեսակետը եւ 9-րդ գումարման ազգային ժողովն էլ համենայն դեպս մինչեւ իր լիազորությունների ժամկետը չի գործի։ Ու այս փառավոր նոտայի վրա ուզում եմ որ մենք անցնենք իմ շատ սիրելի բլիցին։ Պատրաստ եք։ Այո։ Լավ, այդ պարագայում ձեր գրասեղանին կա գիրք, որ բարբերաբար վերընթերցում եք։ Ես միշտ սիրել եմ, ասենք, Ժուլ Վերն շատ ընթերցել եւ հրացանակիրներ կարդալ։ Ցավոք սրտի անդադ կարդում եմ այդ գրքերը, բայց հիմա Հայաստանում եմ թողել, վերջին անգամ ժամանակ չեմ ունենում ուղղակի շատ գիրք ընթերցել, ցավոք սրտի։ Եթե մինչև ձեր Հայաստան գալը հայտնվեմ Իսրայելում, անպայման կբերեմ։ Այդ շնորհակալ կլինեմ։ Ծով, գետ, թե լեռներ, որտեղ եք ձեզ ավելի ամբողջական ու հոգեհարազատ զգում։ Մեր հայկական լեռնաշխարհում, մեր լեռներում, անկախ նրանից թե իջել ենք ծովի մակարդակ 0 աշճան, անդադ կատակում եմ, ասում եմ, ինչ բարձր մակարդակի վրա իջա 0 մակարդակ, բայց թե համենայն դեպս սարերը իմ համար շատ ավելի ընդունելի են մեր հայկական լեռնաշխարհը, քան թե ասենք ուրիշ սարերը կամ 0 մակարդակը։ Քան մեռյալ ծովը։ Մերածովը Շատ լավ, մինուս 435 աշճան է արդեն, մինուս այո, 430։ այո։ Մեռյալ ծովում լողացել եմ։ Ցավոք սրտի Ինչ չի մնացել կհարցնեի։ մերածով։ Բաղդադվել է 4 մասը, պահպանվի։ հա։ Ինչ կհարցնեիք, եթե Պողոս Առաքյալին հանդիպեիք։ Կհարցնեի գուցե նաև Հիսուսի գալստյան մասին առաջինը կհարցնեի, վստահաբար, որպես Երուսաղեմում մկրտված հայ քրիստոնյա, երկրորդը կհարցնեի իր կանխատեսումները հայ ժողովրդի մասին։ Լավ, ամենից շատ ինչից եք վախենում։ Վախենում եմ կորցնել Հայաստանի անկախությունը։ Հեռանալիս հեռացիր, թե դեմ եք կամուրջները իսպառ այրելուն։ Ոչ դեմ եմ կամուրջներն իսպառարելուն, միշտ կամուրջ թողել եմ հետ նայելու եւ հարաբերությունները վերականգնելու հետ կապված։ Մեր թվարկությունից առաջ մինչև մեր օրերը ձեր ամենագնահատված, ամենից շատ ձեր գործունեության վրա ազդած քաղաքական կամ պատմական գործիչով է եղել։ Մեր Իմ թվարկությունից կանտոնե առաջ մինչև մեր օրերը։
նու Տիգրան մեծը իմ համար միշտ եղել է մեծն արքայից արքա, նամանավանդ որ եղել է Իսրայելում եւ հասել է մինչեւ Հայֆա քաղաք եւ Կլեոպատրա հռոմեական դրածոն իր թագահանել դրել է մեր Տիգրան մեծի ոտքերի տակ։ Անդացա պատմում եմ հрьяաներին պարծանքով ասում են որ Իսրայելի երբեք Հայաստանի վրա որևէ իշխանություն չի ունեցել, բայց դուք ճիշտ է կար ժամանակ, բայց եղել եք նաև Հայաստանի պետության վասալը։ Ձեր հարցը ինձ Այ ինչ տվեց այսօր մեր հարցազրույցը։ Ես կարծում եմ, որ մեր հարցազրույցը ոչ միայն ինձ, այլև շատ շատերի համար շատ կարևոր պետք է դառնա եւ կուզեի, որ հնարավորինս շատ դիտումներ ունենա, որովհետեւ տեսեք, մենք սովորաբար կյանքում առաջնորդվում ենք կարծրատիպերով, ձևավորված կարծրատիպերով, որոնք ոչ միշտ են հավաստի եւ ոչ միշտ են արտահայտում իրականությունը, արտահայտում ճշմարտությունը։ Ամենայն դեպս այն պատկերացումը, որ Իսրայելի մասին ստեղծված է շատ ու շատ հայերի մոտ, հավատացեք, թյուր է, հավատացեք, սխալ է, հավատացեք, զարգացումների տրամաբանությանը բացարձակապես չի համապատասխանում եւ ձեզ հրավիրելով հարցազրույցի, ես հենց այդ կարծրատիպերը ջարդելու նոր իրականությունը Իսրայելից Հայաստան բերելու նպատակը ունեի ու ուզում եմ շատ շնորհակալություն հայտնել ձեզ, որովհետեւ կարծում եմ, որ իսկապես կարևոր հարցազրույց էր, իսկապես կարևոր խոսակցություն էր եւ ուզում եմ նաեւ հույս հայտնել, որ սա առաջին հարցազրույցների հարկ է, բայց բնականաբար վերջինը չէր։ Ես էլ շատ շնորհակալ եմ ձեր հրավերքի համար եւ մեկ նախադասությունով այսպես ամփոփեմ հա ասելիքս մեր ողջ հայ ժողովուրդը եւ սփյուռքը անկախ նրանից թե որտեղ ապրում մեր էջանկահիշատակ պատրիարք Թորկոմ arczepiskopos Մանուկյանն ասում էր ցանկացած հայ առնվազն 7 անգամ ուխտակնայության ուխտի պետք է գա Երուսաղեմ ու մեր ցանկությունն է յուրաքանչյուր հայ առնվազն 7 անգամ տեսնել Երուսաղեմում մենք ունենք այստեղ հողեր մենք Հայաստանի Հանրապետությունից հետո ամենալուրջ եւ երկրորդ գրադարանը աշխարհում եւ հողերը եւ Քրիստոսի գերեզմանի 1/3-ի տերն ենք եւ սրբավայրերի տեր ենք եւ միավորյալ ուժերով փորձում ենք մեր փոքրիկ 10,000-անոց համայնքի շրջանակներում այս ողջ մեր ժառանգությունը նման պատերազմների հրթիռահարությունների սեփական մեր կյանքը վտանգելով փորձում ենք այս ամբողջը պաշտպանել եւ տա Աստված որ Աստծո ձեռքը մեր հայ ժողովրդից անպակաս լինի եւ ի վերջո ես վերադառնալով Հայաստան տարիներ անց գլուխս բարձր օդանավակայանից ներս մտնեմ ու ասեմ որ սա իմ երազած Հայաստանն է ես այդ Հայաստանն եմ ուզում Ես հիշում եմ որ Երուսաղեմում Սիոնի մասին ասում էին սա Աստծո բացված աչքն է երկրի վրա Ես կարծում եմ որ պատահական չի որ Սիոնը այնուամենայնիվ հայկական է ու Աստծո աչքը բացված է Իսրայելում գտնվող Հայաստանի վրա ու այսքանով եկեք ամփոփենք Սիրելի ունկնդիրներ Էնման կետում այսօր մենք իսկապես շատ կարևոր խոսակցություն ունեցանք եւ ես կարծում եմ որ մենք միշտ պետք է մեր առաջնահերթությունները կարողանանք իրական գետնի վրա կառուցել Համենայն դեպս կա շատ հին մի պատմական ավանդություն, որ պետականությունից զուրկ հրեաները միշտ իրար հանդիպելուց հանդիպման վերջին հրաժեշտի պահին ասում էին կհանդիպենք Երուսաղեմում։ Ես չգիտեմ սա ավանդություն է թե իրականություն է, բայց իրականություն է եւ շատ շոշափելի իրականություն է Իսրայել պետությունը։ Շատ շոշափելի իրականություն է Հայաստանի Հանրապետությունը։ Եվ ես կարծում եմ, որ ինքնիշխանության համար պայքարը ամենայն դեպս ոչ Իսրայելի համար է դադարել, ոչ Հայաստանի Հանրապետության համար է դադարել, եւ այս երկու պետությունները թե պետաշխարհում շատ տարբեր կշիռ ունեն, շատ տարբեր ռազմական, տնտեսական, քաղաքական տարբերություններ ունեն աշխարհի աչքում, բայց տարածքով մենք համարյա նույնն ենք, նույնը չենք բնակչությամբ։ Այսա խնդիր է, ժողովրդագրությունը խնդիր է, ռազմական ներուժը խնդիր է։ Եվ Հայաստան-Իսրայել այս հարաբերությունների մասին խոսակցությունը ես այնուամենայնիվ ուզում եմ ավարտել մեկ այլ հիշատակումով։ Եկեք իսկապես հիշենք, որ Երուսաղեմը ուներ 7 դարպասներ։
Եվ այդ 7 դարպասներից ամենահետաքրքիր դարպասը ինձ համար այնուամենայնիվ մնում էին ոսկե դարպասները, որոնք փակ էին։ Ես կարծում եմ, այդ ոսկե դարպասները այնուամենայնիվ մի օր բացվելու են, եւ այդ ոսկե դարպասների սպասումով էլ եկեք ավարտենք մեր խոսակցությունը։ Շնորհակալ եմ, պարոն Չեռնամորյան, եւ բարին ընձես։ Շնորհակալություն։